Նիկոլը եւ Պուտինը հանդիպեցին։ Պուտինը ԵՏՄ ԵՄ-ան համատեղելիությունից է խոսել, Փաշինյանը հապկից բողոքել։ Երկու օր գաղտնալսում չէին հրապարակել։ Համար ամեն մարդ իր երամի համար է աշխատում։ Այս ընթացքում վարչապետը ուսանող է դարել։ Մյուս ուսանողները ոտքի են կանգնում։ Բարևներ, Arm Comedy տաղավարից մենք շարունակում ենք դիտել լուրերը, քարոզարշավը, հոլովակները, որ դուք ձեր թանկագին ժամանակը կարողանաք անցկացնել ընտանիքի հետ, սիրածի հետ։ Դուք էլ, եթե գնահատում եք մեր արած գործը, ապա մեր շնորհիվ ձեր կյանքում ազատված ժամանակը գտեք ժամանակ, միացեք այդ անտեր Patreon-ին, կտրեք ձեր սիրածի բերնից, միացեք։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ը իր ողջ ժամանակը, ջանքը, եռանդը նվիրում է մեկ բանի ստեղծելու տարածաշրջանի լավագույն արմատուրան։ Հյուսիս արևմտյան գերմանական տեխնոլոգիաներով արատագույն դաշտում ստեղծված արմատուրաները սպասում են ձեզ եւ ձեր շինությունները։ Spin Ideas Agency-ում գծում են մարքեթինգային պլաններ, գովազդային արշավներ, իրագործում են դրան, գալիս են, նկարում են, ստանում են լավագույն հոլովակը եւ ցույց են տալիս մարդկանց։ Ձեր գաղափարը միս ու արյուն կստանա Spin-ում։ Համեցեք եւ դարձեք ռոք աստղ։ Ոնց որ ամենասկզբից միջև լիքը վաճառքներ ամեն ինչ Spin Ideas Agency-ի հետ։ Ձեր ոդքասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են։ Ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում content-ը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել live ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Եվ այսպես մեր ուրախ Սուզանավը շարունակում է սլանալ դեպի հունիսի 7, որպեսզի վերջապես իմանանք, թե ով է լինելու մեր հաջորդ վարչապետը։ Այս ընթացքում եղան նաև ասպետական դրսևորումներ, որովհետև ընդդիմադիր հզոր ճակատներից մեկը ասեց, ինչ ուզում եք արեք, մեզ պետք չի, մեզ մի խառնեք։ Այսօր տեղի ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը։ Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Որփացանք, բայց ինչա թե նախորդ ընտրություններին ժողովուրդը ձեզ ձայն չտվեց, մտածում եք, դե երևի հիմա էլ ձայն չի տա եւ ճիշտ եք մտածում, բայց դա չի նշանակում, որ չպետքա փորձել օրինակ Քոչարյանենք։ Իրանց ժողովուրդը նախկինի պես չի սիրում, բայց իրանք չեն փորձում, փորձում են ու չեն փորձում։ Այդ ընթացքում ուժեղ Հայաստանը ել ավելի ուժեղացավ եւ դաշին կազմեց երկու կուսակցությունների հետ։ Նախկին ապագայի կուսակցությունների հետ ավելի շատ։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով դաշինք կազմելու մասին հուշագիրը Նարեկ Կարապետյանը ստորագրեց նոր դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ միավորված հայեր կուսակցության պատվավոր նախագահ լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։ Նոր դարաշրջանը չգիտեմ, բայց միավորված հայերին 5 մատից պես ճանաչում եմ։ Բանն է, որ ես ու Սերգեյ արդեն մի 55 տարի է այս գործը անում ենք ու մենք вообще ոչ մեկին չենք մոռանում երբեք։ Այնպես որ մենք հիմա կտեսնենք, թե ինչպես են միավորված հայերը մասնակցում 2012 թվականի ազգային ժողովի ընտրություններին իրենց խարիզմատիկ առաջնորդով։ Իսկ հիշում ես ՄԹԱ 12 թվին ով էր մասնակցում։ ՄԹԱ Կամարյանը։ Ճիշտ է։ Ձեզ ենք ներկայացնում միավորված հայեր կուսակցության ծրագրային հիմնադրույթները, ազգային գաղափարախոսության եւ ազգային քաղաքականության բնագավառում։
Միավորված հայեր կուսակցության նպատակն է Okay, ջաջ, արդեն ամեն ինչ իդեալական է։ Ոնց եմ կարոտում 5 ու բարի 12 թիվը։ Նպատակը չիմանա կուսակցության։ Ինչ տարբերություն մեկա չեն անցել։ Նպատակ եմ ուզում։ Հայաստանը դարձնել ճշմարիտ սոցիալ-իրավական ժողովրդավարական պետություն։ Բայց ժողովուրդը դեռ շատ խակեր են ժամանակ չուզեց ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն։ Արվես ոնց եմ կարոտում այս 12 թվի ռոլիկները, որ գլխի կեսը ձորվում է ամպերի հետ ինչ որ։ Okay, գուցե մոնտաժը 12 թվականին իդեալական չէր, բայց խոստումները մեղր էին, մեղր։ Նայեք ինչ հոգևոր առաջընթաց կարար լիներ, եթե ճիշտ մարդու ընտրեիք։ Հայոց հավատքի, փառքի եւ միասնության խորհրդանիշ ընդունելով զվարթնոց տաճարը, միավորված հայեր կուսակցությունը սատար է կանգնում տաճարի ազգովի վերականգնման գործին։ Բայց այս անիմաստ հայերը գնացին ընտրեցին ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ ժառանգություն, օյեք։ Օյեք։ Լավ, իսկ հիմա ուժեղ Հայաստանը որ հաղթի այդ ծրագիրը կարող է իրականանա։ Ես կզարմանամ, եթե չիրականանա, որտեվ այն ժամանակ չընտրեցին, արդյունքում հենա փլատակների մեջ է միջև զվարթնոցը։ Աննորմալ շատ ժամանակ եք ծախսում միավորված հայերի վրա լիքը թեմաներ կան, առաջ գնան գախնը լսում բան, ռակետ թռցի։ Եվ մենք կգնայինք առաջ, եթե ես երեք ամբողջ օրը չնայի 12 թվականի միավորված հայերին այնպես, որ ոչ միտեղ չեն գնում։ Հանգիստ։ Գիտեք ինչն է ամենաշատը ազդում միավորված հայերին ներվերին։ Պատկ եմ համարում հիշեցնել նրանց, որ որտեղ որոտում են պոպուլիստական թմբուկները։ Որոտում են ինչերը։ Հին ու բարի պոպուլիստական թմբուկները հանգիստ չեն տալիս միավորված հայերին, որոտում են ու որոտում։ Իսկ ես կարամ քո հիմա լրիվ անկեղծելնեմ։ Դավայ նարեք։ Ճիշտ ասած ինձ էլ առանձնապես դուր չեն գալիս պոպուլիստական։ Ես вообще զզում եմ, որ սկսում են ասած վերսում այդ պոպուլիստական թմբուկը պայոյոն, ո՞նց չն։ Որտեղ որոտում են պոպուլիստական թմբուկները, այնտեղ օրենքները լռում են։ Իսկ որտեղ են որոտում պոպուլիստական թմբուկները։ Միավորված հայերը դա էլ էին կանխատեսել։ Իսկ քանի այս պոպուլիստական թմբուկները որոտում են, ոչ մեկ չի լսի օրենքի ձայնը։ Իդեպ վստահ եմ, որ միավորված հայերը նաև շատ են սիրում Pluribus սերիալը, Vince Gilligan։ Հիմա շանս ունենք լրացնելու այս պոպուլիզմը, էլի։ Դες որ արի կենտրոնանք, մի քիչ էլ խոսանք այն մյուս կուսակցության մասին, որ չնեղարա, ո՞նց էր կոչվում մյուս կուսակցությունը։ Մյուս կուսակցություն։ Բավականին դժվար որոշում կայացրեցինք մեր հանգիստ կյանքը փակելու եւ նոր ավելի լուրջ եւ մեծ պատասխանատվություն ստանձնելու հարցում։ Հանգիստ կուսակցական կյանքով ապրում ենք, ոչ մեկ նույնիսկ մեր պատժեզդում մեր մասին չէր լսել, առ կոմեդիով չենք երևացել ու հիմա ամեն ինչ կփոխվի, սիրելի նոր դարաշրջան կուսակցություն։ Միավորված հայերը ոնց որ ավելի հետաքրքիր չեն։ Ավելի հետաքրքիր ու կես։ Ոնց ենք տրամադրված։ Կհաջողվի թե չի հաջողվի։ Կախված է մեր գործողություններից։ Ինքնության աշխատանքից է կախված, հավաքական աշխատանքից է կախված։ Չէ, հոп, ինչ է նշանակում կհաջողվի կամ չի հաջողվի։ Հələ մտեք եք Նարեկ Կարապետյանի մոտիվացիոն ինքնավստահությունից քաշենք թոքերը։ Հունիսի ժողովուրդը անկասկած ընտրելու է Սամվել Կարապետյանին Փաշինյանի փոխարեն։ Հասկացաք, հարգելի Անունը մեկա չեմ հիշելու, դաշնակից, այդ տենց է պետք դրամնարել, ոչ թե կհաջողվի, թե չի հաջողվի։ Հիշեք ինչքան վստահ են միավորված հայերը 2012 թվականին։ Արտաքին քաղաքականության ոլորտում։ Մեր նախնիների վարած կոմպլիմենտար մոտեցման հետևում։ Ձեր նախնիները Վարդան Օսկանյանն Իրանից եք առաջացել նախնիների։ Ամերջ կարելի է հիշել 2012 թվականը, բայց շարժվենք առաջ, կարևոր հանդիպում ա եղել։ Այո, շարժվենք դեպի ավելի քիչ կարևոր լուրեր։ Նիկոլը եւ Պուտինը հանդիպեցին։ Փաշինյանի մոսկովյան այցի մասին կայացել է նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, որը անցել է փոխադարձ կսմիթներով։ Պուտինը ԵՏՄ համատեղելիությունից է խոսել, Փաշինյանը հապկից բողոքել։ Okay, կսմիթներին դեռ կհասնենք, բայց նախ իմ կարծիքը ասեմ, էլի։
Ինձ թվում է Թրամփը Նիկոլին դուխ հատվել, ասել ինչ ուզում ես գնա խոսա մեջքի կանգնած եմ ու դրա համար Նիկոլը գնաց ու ասեց արխային ինչ ուզեց ասեց։ Մի տեսակ շատ լավ էր իրան զգում ամբողջ ընթացքում։ Իսկ Պուտինը դժվար հարցեր էր տալիս, ասում էր հիմա ԵՄ եք գնում, թե ուզում եք մնալ ԵԱՏՄ-ում։ Հա, вообще в курсе որ մենք $600 ենք գազը տալիս ձեզ հիմա 170 աննախադեպ զեղչեր։ Ոստեղ Փաշինյանը ամեն ինչ բացատրեց, այդ ԵՄ ԵԱՏՄ-ի պահը բացատրեց նենց, ոնց որ կբացատրեր 6 տարեկան երեխուն։ Մենք գիտենք, որ երկու միությունների անդամակցությունը հնարավոր չէ, բայց այն, ինչ մենք անում ենք եւ մեր օրակարգը, որ ունենք, այս պահին համատեղելի են։ Եվ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգերը համատեղել, մենք կհամատեղենք։ Երբ հնարավոր չլինի ու պետք կլինի որոշում կայացնել։ Ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն։ Նայեք, քանի կարողանում ենք, համ ԵՄ-ին ենք իրաչափով կթում, համ Ռուսաստանից ենք օգտվում, քանի հնարավոր է անում ենք, հենց որ էլ հնարավոր չլինի, չենք անի, այդ ժամանակ որ պետք է ընտրենք, դրանք ում հետ ենք էքսկլյուզիվ հարաբերությունների մեջ մտնում, ու ըստ դրա կորոշենք, ժողովուրդը կորոշի։ Հուսով եմ իհարկե Վլադիմիրովիչ, որ ժողովուրդը կորոշի Ռուսաստանի հետ գնալ, բայց թե ով է գլուխ հանում է ժողովրդից։ Պուտինը նաև մտավ մի քիչ ներքաղաքական հարցերի մեջ։ Նա որոշեց իմանալ ինչու են պոպուլիստական թմբուկները խանգարում որոշ քաղաքական ուժերին ընտրություններից առաջ։ Ռուսաստանում շատ հայեր են ապրում, մեր հաշվարկներով 2 միլիոն։ Եվ Հայաստանում շատ քաղաքական ուժեր կան, որ ռուսամետ են։ Մենք շատ կուզեինք, որ այդ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում։ Տենաս ում նկատի ունի։ Միավորված հայերը որտեղ խոչընդոտ չունեն, ելում կարա նկատի ունենա։ Ինչ որ իշմար կտաս կամանդիր։ Ոմանք ես գիտեմ, որ ազատազրկված են, չնայած որ նրանք ռուսական անձնագիր ունեն։ Ոչ թե չնայած ռուսական անձնագիր ունեն, այլ գուցե հենց դրա արդյունքում էլ նստած են։ Վլադիմիրովիչ, խնդրում եք, ավելի հստակ ձևակերպեք խնդրանքը։ Դա ձեր որոշումն է։ Մենք չենք խառնվում, բայց կուզեինք, որ նրանք կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին։ Կուզենայի, ես էլ կուզենայի Վլադիմիր Վլադիմիրովիչ, որ Երևանում կարողանային նորմալ աջարական խաչապուրի պատրաստել, բայց որոշ բաներ ուղակի բնության մեջ անհնար են։ Ոստեղ Փաշինյանը գնաց ვა-բանկ, օգտագործեց դեմոկրատական խաղաքարտը։ Ինչ վերաբերում է մեր ներքաղաքական գործընթացներին, Հայաստանը դեմոկրատական երկիր է ու մեզ մոտ միշտ քաղաքական գործընթացներ են։ Մերը դեմոկրատական երկիր է, ջան։ Ուստեղ ժամանակ տվեց մինչև Պուտինը Google-ի դեմոկրատական երկիրը ինչա որտեղ նրանք Ռուսաստանում չգիտեն բում։ Իսկ ռուսական անձնագիր ունեցողների համար Բաստիոնիչը վատ լուր ուներ։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր բացառապես հայկական անձնագիր ունեն։ Ամենայն հարգանքով ռուսական անձնագիր ունեցողների նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ նրանք չեն կարող ոչ падգամավորի, ոչ էլ վարչապետի տեխնացու լինել։ Արա դե շատ բորզի է, էլի իրան պահում իհարկե Փաշինյանը, մնում էր մենակ Կրեմլից դուրս գար, երկու հատ մեխակ տաներ Ալեքսեյ Նավալնի Շիրիմին ու նոր գար Երևան։ Արա, հա, էլի լավա չասեց, հենց ձեր գործերը Ուկրաինայում ոնց են գուցե 4 տարի է տևում ասիկ մի երկու շաբաթվա գործը։ Այդքան է կուլտուրան հերիքեց էտիկետը, որ չասի։ Վերադառնանք Հայաստան, շաբաթը վատ էր մեկ այլ նախկինազավրի համար։ Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող անշարժ եւ շարժական գույքերը, ինչպես նաեւ դրամական միջոցներ։ Էլի սկսեցին, ինչա թե դեմքից այո, մի փոքր թալանչու եւ մարդակերիա նման, միանգամից գործ բացենք, հա։ Где ваши доказательства։ 2023 թվականի մարտի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազը որոշում է կայացրել Հայկազ Պապիկի Բաղմանյանի նկատմամբ։ Ստոպ, իսկ հիմա մեր մշտական էջը տուպոյ մակերեսային կալամբուրներ։ Այդ փողը գուցե ինքը ուղակի ժառանգություն էր, որպես ստացել իր պապիկից կամ հայրիկից։ Հայրիկը հենց պապիկն էր։ Պասի պապիկը հայրիկն էր։ Պապիկը ինչ էր։ Պապիկը նաև չունենք ձև կարող։ Երկուսը մեկում։ Okay, վերջը ինչքան են քերել Պապիկովիչից։ Գլխավոր դատախազությունը Հայկազ Բաղմանյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 7 անշարժ գույք, որից մեկը գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում։ Հա, ջան, մի անգամից օբշի հաշիվը բերի։ Հա, էլի ոչ մեկին հետաքրքրի որտեղ, քանի հատ դաչա, քանի հատ ավտոմեքենա, տնային աշխատանքը նախորոք արեք, մի անգամից ասեք։ Ընդհանուր 3 միլիարդ
56 միլիոն 220,118 դրամ 3 միլիարդ Հələ նա ինչ են անում, հատուկ դրամով են ասում, որ ավելի շատ է։ 3 միլիարդ է ընդամենը 8 միլիոն դոլար են օրդերության դոլար։ Ենթադրաբար։ Ու քանի խոսքը գնաց բյուջեից լափինգի մասին, վարչապետը բերեց ավելի ակնհայտ, ակնակրկիր ապացույցներ, որ գեներալները լավ կերել են։ Ընդհանրապես այդ զինվորականի տեսքա փորները 3 մետրը դեմը գցած գեներալը ո՞րն է։ Այդ զինվորականի տեսքա ընդհանրապես։ Որովհետև Սերժի ժամանակ գեներալների վրա չէին խնայում, նորմալ ուտելը տեղն էր։ Իսկ հիմա բոլորի մոտ է ուտելը տեղը։ Հարգելի գործընկերներ, հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի։ Ամեն անգամ ես ֆրազան լսելուց ախորժակս այսենց բացում է, մի հատ կոկորդիլոս կուտեի հիմա։ Կոկորդիլոսին արդեն կերել են, իսկ նրա կաշվից արգամիջին ստիլնի բաճկոն են կարել։ Յա, թիթիզ բացուս տվեք, նշենք։ Երկրի անվտանգության հետ կապված հարց եմ ուզում ձեզ ուղղեմ։ Դուք երկար տարիներ պաշտոնյա եք եղել, պատերազմի սկզբան ինչ ռիսկ եք տեսնում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմա լինելու, պարոն Աբրահամյան, ձեր գնահատականը։ Դուք անցած անգամ մեր պայմանը խախտեցիք, որ ես խոստացած ես հարցազրույց չեմ տալու։ Ժողովուրդ, ոնց կարեք արգամիջի պայմանը, գնեմ այդ պայմանը, բայց ինչ որ պայմանը խախտեիք։ Կենտրոնանան կարևորի վրա, հա, շատ ստիլնի բաճկոն է, պարոն Աբրահամյան։ Ինչպես նաև Գուչի ակնոցները։ Այդ Ստեֆան Օրիչի բաճկոնի հետ, որը պատրաստվել է կարմիր գրքում գրանցված կոկորդիլոսի արգանդի վզիկից։ Ու այդ ամեն ինչը հակած մարդ մտնում է հակակոռուպցիոն դատարան, որ ապացուցի, որ ոչ մի կոռուպցիա չի եղել։ Լավ, այդ պահին դատարանում հեռախոսը չի զանգում ու Ringtone-ը Gangsta's Paradise-ն է։ Եվ երբ դատավորը ասում է արգամիջ, ինչ որ բանի համար ընդհանրապես զղջում եք, նա մեղմ ու բարի տոնով ասում է Non, rien de rien, non, je ne regrette rien, ni le mal։ Մի խոսքով, այդ ամենով շեղելով ուշադրությունը Ավինյանին նոր ֆակապից։ Եվ այս տարի արդեն վերջնական որոշում կկայացնենք եւ կշարժվենք առաջ նոր աղբավայրի կառուցման տեսանկյունից։ Գուցե սա է Երևանի նոր աղբավայրը, որ խոստանում էր կառուցել քաղաքային իշխանությունը։ Ոչ, Ավինյանը չեմ կարծում, որ խոստանար նոր աղբավայրը կառուցել 22-րդ դարի Դալան Technologies տեխնոպարկի հենց կողքարա։ Բարեբախտաբար աղբավայրը հայտնաբերեց ընդդիմադիր ավականներից մեկը։ Օդ ամենաշատ կեղտոտը, ամենաշատ թունավորումը այս սրա պատճառով ժողովուրդ։ Այս սրա պատճառով։ Դե հիմի եկեք ու կռուտի տեղեք Տիգրան Ավինյան, ձեր այն հայատերերի հետ, որ դուք տեղյակ չեք։ Քանի Ավինյանը դեռ կռուտից չի հոյնել, ասեմ, որ այս են տեղերից է, որ գտնում են ինչ-որ գրուզավիկ, ասում են ես 10,000 դրամ վերցրու, գնա մի տեղ գցի, այդ գրուզավիկն է գնում է այնտեղ 2,000 դրամ ստեղ ընդեղա տալի կամ դա չէ վստահ չեմ ինչ կարա տալի, բայց գնում է անդեղա գցում։ Հեսա անհնար կլներ անել առանց քաղաքապետարանի իմանալու մասին, էլի, որովհետև սա աղբավայր է բաց երկնքի տակ։ Կարծում եք քաղաքապետարանը գիտեր դրա մասին։ Եթե դուք տեղյակ չեք, որ քաղաքում sense բաներ է տեղի ունենում, ուրեմն դիմումներդ գրեք, ներողություն խնդրեք երևանցիներից ու ռադներդ քաշեք գնացեք։ Միրոպե, մեսրոպ, ռադները քաշեն, թե վսոտիկի մաքրեն այդ տեղը, որտեղ վարտը զբաղված է Աչափնյակի մետրոյի եւ ասֆալտի փոսերի երկկողմանի ձախողման ընթացքում կարող է չի հասցրել զբաղվի այս հարցով։ Հիմա քաղաքապետարանը տեղյակ է թե չէ։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը Հայլուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ քաղաքապետարանի կոմունալ վարչությունում տեղյակ են խնդրի մասին։ Մի քանի անգամ մաքրել են տարածքը, բայց շինարարները նորից են աղբը թափում։ Դե իրանցից հասնող ամեն ինչ արել են, ուղղակի ժողովուրդը ինքը անհաջող ժողովուրդ է։ Տուգան են, ինչ-որ գործ հարուցեն, ինչ-որ մի բան։ Ապեր ինչ ուզում ես անես, եթե ժողովուրդը տենց ինքը անվորակ է, ոչ իման չի փրկի, նենց որ մնացեք մեզ հետ։ Եղեք մի փոքր ավելի որակով։ Երկրորդ մասում գաղտնալսումներ ունենք թռիչք լուսնի կողմեր, ունենք Փաշինյան, որը ընդունվել է համալսարան։ Մնաց 4 օր շտապեք։
Միրա կոնկրետ ինչը մնաց, ինչի մասն ես խոսում։ Դոմուսում խաղարկությանը մնաց 4 օր, կանանց միամսյակը վերջանում է։ Հա, այն որ մինչև ապրիլի 7-ը 8 դրամից սկսած գնումների դեպքում մասնակցում ես խաղարկության դրա հետ ես։ Ու ամեն շաբաթ խաղարկվում են հերոստացույցներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, Dyson փոշեկուրներ եւ այլ կենցաղային տեխնիկա։ Ու եթե ինչ կա 16 ամիս անտոկոս ապառիքի հնարավորություն։ Մանրամասները նայեք domus.am կայքում, իսկ մենք շարունակենք հաղորդումը։ Դեգի մոտներս չեպեյա, այն բնակարանի տեսարանն եք նկարում ու ամեն ինչ թարս է։ Մեզ բաց շագանակագույն լամինատ է պետք։ Հեսա հենց հիմա բոլոր գործերս թողնում եմ, քշում եմ շինանյութի խանութ լամինատի հետևից։ Քեզ ինձ էլ պստլիկ մաղարիչ։ Բաղնիկի սալիկները սցենարով բեժ են, իստեղ եսին ինչ գույն է։ Բայց մաղարիչը արդեն լավ կաթ ու մածուն կերած մաղարիչ է։ Ահա, շատ խառնես։ Ահա որ, խցանում վազվզոտ։ Դիվանի ոտքը ջարդվեց, մի տեղից գթի բեր։ Հա, ու մեկ էլ հերոստացույցը փչացավ։ Հիմա ինչ քշեմ քաղաքի մյուս ծեր կահույքի խանութ, հետո էլ տեխնիկայի մաղարիչը արդեն տիեզերքից երևում է։ Մի բան կմտածենք, դու մենակ բեր։ Հա, գալիս եմ։ Դոմուս, ամեն ինչ մեկ վայրից։ Մի կերպ հաստրեցի, չեմ լսում կախարդական բառը։ Շնորհակալություն։ Մաղարիչ, 1000 հատ խանութ եմ մտել քո խաթր։ Դոմուսի կայքը բացել եմ, մտքովդ ինչ անցնում է պատվիրի։ Դու գիտեիր, որ Դոմուսում ամեն ինչ կա։ Շարունակում ենք կարևորագույն դեպքերի զարկերակին պահել մեր մազոտ ձեռքը։ Այս անգամ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է եւս մի TikTok, որով դիմել է իր հետևորդներին։ Երբեք չեք գուշակի այս անգամ որ երկի տակ կա դիմել իր հետևորդներին։ Ինչպես միշտ երգը պետք է կատարենք մենք, որտեղ գիտեք YouTube-ը բռնում է, բայց կարա գնաք ստուգեք, որ իրոք այդ երգն է դրել։ What's in your head? In your head. Zombie, zombie, zombie. Մի տեսակ վիրավորական չի թարգմանեմ ուղակի Լորա Մրքեր խմբի այս ստեղծագործությունը։ Ինչ է կատարվում քո գլխում, զոմբելո, զոմբելո, Umbrella, ela, ela։ Ինչ վիրավորական է ես կատարում։ Այո, դե ինչ իմանաս ինչ է կատարվում զոմբու գլխում։ Հենց որ մենք անցնենք ավելի կարևոր թեմաների։ Քանի մենք այստեղ մանր բաներով ենք զբաղվում, այնտեղ Artemis 2-ը 4 հոգանոց էկիպաժով թռավ դեպի լուսին։ And here we go. 10, 9, 8, 7. RS-25 engines lit. 4, 3, 2, 1. Booster ignition. Good roll pitch. Roger, roll pitch. Դե Artemis-ին բարի ճանապարհ մաղթենք, գնան, հետ գան, առանց փորձանքի ինչ լնում այնտեղ թող ժեշտին լնի, մի խոսքով մալացի, գնում եք լուսին, ինչ կարաս լուսնես, հա։ Բայց ինչպես սենց իրավիճակներում միշտ կասեն որոշ սկեպտիկ տրամադրված հայեր, ախպեր էդի սաղ սարքած արա տես բան չի կարալ էդի Հոլիվուդը անգերապը ոնց կարան Արա, տենց մարդիկ դեռ կան։ Մենք դեռ կանք։ Մենք դեռ կանք։ Այո, հենց վերջերս լրագրող Նայիրի Հոխիկյանը տվեց այդ շատ կարևոր ու ակնհայտ հարցը, որը մինչև հիմա 69 թվից մինչև հիմա ոչ ոք չէր ֆայմել տալ։ Որը որ կանգնել են լուսնի վրա, ոնց չեն ընկել, հա, լուսնից։ Հատ ավելի խորը հարց է տվել։ 1969 թվականին, երբ Նիլ Արմստրոնգը հռչակվեց լուսնի վրա ոտ դրած առաջին մարդը եւ տարածվեց այդ լուսանկարները, քչերի մտքով անցավ, թե եթե այդ ամերիկացին է առաջինը իջել լուսնի վրա, ապա ով է լուսնի վրա կանգնած եղել եւ նկարել տիեզերանավից նրա իջնելը եւ այդ ոտ դնելը, գուցե լուսնի բնակիչները։ Oh God, Փաստորեն մարդիկ դեռ կան։ Այդ են մարդկացից է որ ասում են այ աթեիստներ, եթե ասում եք Հիսուսը չի եղել, որտեղից մեզ այս նկարը։ Հա! Եկի կենտրոնակ, նենց սիրուն էր նայվում այդ թռիչքը երկնքից, հենց ամպերից վերև, ինքնաթիռից նկարած։ I missed it. Everybody, look right there. Look right there. Look my iPad.
Կամ ինչպես հավանաբար կասեր Նայիրի Հողիկյանը, հլմիատ օրացույցին Նայիր ապրիլի 1-ին են թրցրել հաստատ կատակա, սարքած բան։ Ճիշտ ասած, ստեղ հա, իրականում թռիչքը պետքա մարտի 31-ին կայանար, բայց քանի որ առաջի անգամ կին տիեզերագնաց էր, ինքը մի քիչ երկար էր հավաքվում։ Կներեք, գիտեմ, սա ահավոր սեքսիստական էր, բայց հա, պատմական պահականից համար ուղղակի դուք իրոք շատ երկար եք հավաքվում։ Արտեմիս 2-ը շրջելու է լուսնի կողքով եւ վերադառնալու է տուն։ Վայրից չի կատարելու։ Ոչ, կին տիեզերագնացին չվստահեցին լուսնի վրա պարկով կանել։ Կներեք ինձ կանայք, գիտեմ սալավագույն ձևը չշնորհավորելու մի ամսյակը, բայց դեռ մի էտա։ Արա հասկանում ես, որ sense բաների համար մեզսա կնստեցնեն տաքսի ու կուարկեն սեքսիստների դժոխք։ Դե հուսամ տաքսովարորդը կին կլինի, որ երբեք չգտնի ճիշտ ճանապարհը։ Կամ ապշի չի գա։ Տաքսիա սիրելի կանայք, ներողություն, չգիտեմ ինչա մեր վրա եկել, Էս է ձեր կենացը, ladies։ Իրոք առողջ ուրախ չենք։ Կանացի երջանկություն, Մինչդեռ ուղղակի տղամարդը տուպկող կլինի։ Քանի ամերիկացիք բարազդի դնանում լուսնի կողմերը, մեր մոտ էլի գախնա լսում է հրապարակվել։ Երեխա մեծացնեք, տուն։ Արա գախնա լսում է հրապարակվել։ Երկու օր գախտնալսում չէին հրապարակել։ Հա, այս անգամ էլի ենթադրաբար ընտրակաշարքը, որը вообще Էջմիածնի ավականու ընտրությունների վախտերից է։ Խոստացել են 50,000 դրամի չափով ընտրակաշարք, պայմանով, որ ընտրություններին քվեարկեն հայրենիք կուսակցության տեխնացուի օգտին։ 56 հոգի, 57 հոգի մարդը, կիլոմետր, իմ ուքում է, իմ մարինջանը, մինչև տենակ առավոտում ոսանիչանը։ Իմ հայացուի, եթե 5-ով հաշվես, տիրել 2,850,000, մեկ ու պես ինչ կակա։ Ես որին, հետևով մարինջան չէին հավատա, կասեն երևի մենք իրեքով չէին հավատա։ Վերցրել ենք, կասեն երևի 15 կամ 20-ները վերցրել են, 33 տարիս էր, հետո մեկ ընկնեք չէ։ Համար ամեն մարդ իր երամի համար պետք է աշխատի։ Ու ինչի երամ։ Էս ինչ խառը երամ են, հենց որ հանգիստ տեղավորվեք, թեյ դրեք, որտեղ այս մեկը մի քիչ տես կիսաբաց լուսամուտներով տա։ Բացատրեմ, որ խոսքը գնում է ենթադրյալ կաշառքի վրայից մի փոքր կտոր կրայի տանելու, թրաշելու։ Այո, կացահայրելու մասին է խոսքը։ Նամաչից կլու, վրից, այո, մի քիչ վերցրել են։ Բայց դա տուֆտա մտավախություն է, որտեղ ես շատ վատ լուր ունեմ ընտրակաշարք բաժանողների համար։ Ձեր փողը կարան վերցնեն ու вообще ձեր օգտին չքվեարկեն։ Դուք դա իմանալու ոչ մի ձև չունեք։ Բայց երամում դժգոհությունները շատ էին։ Ոսական անիկը, ասե Ռուզան, քրոջը դժգոհություն ասամացանի թե ես ձեզ ասի ես ինչ կանեմ ասեցի։ Եթե ինչքան մարդկային եք եղել, ասի մի տնից եկել եք 3 հատ ցուցակ եք բերել։ Խաթր արեցի, ասի ջանդամ ձմեռա իմ ջեբից չի եթալու։ Ասի ոչ մեկի հիմար չի ասեցի, որ դուք 60 ձայն եք բերել 3-ով ասի։ Շրշելafամություն, ես ուղղակի շոկի մեջ եմ, որ ենթադրյալ ընտրակաշարքը բաժանվե, հա։ Չէ, որ կանայք իրար հետ տղավարի են խոսում։ Ես կերպաներ լսեն։ Հայ իրանց հետ համաձայնության չեկավ, համաձայնության չեկավ, նրանք ասեցին դե որ անտեր մարդիկ են, կային այսքանը տան քերիք հա էլի։ Հա, դե ինչ քցենք։ Բայց ինչով ես կնիգա էսում լավ ո՞ւմ թուլենա, որ կարամտել թուլի դեր դնում ասում։ Թուլա է։ Ես այդ վերջի օրեր որ եկան, ասի սրանի ցավ կարծում, ասի ձեռով ցույց եմ տվել։ Ազնիվ չի ասել, թե այս եմ արի։ Ասել եմ եթե հանկարծ սրանից պակաս կլինի, իսկ կոմի վրա չերևակ։ Ինչով ողորմություն եք հավաքում։ Խնդրեմ, կանանց ընտրակաշարք դուր բաժանեն էսես պտելնի։ Արա դե մի ամսյակը գոնե հարգի կանանց։ Շոկնե, վերջի սեքսիստական կատակներ երդվում եմ, կարակ հանգիստ cancel us полностью։ Նենցա այսքան վաղ տղամարդիկ են գաղտնալսվում։ Դա լես ճիշտ ասում։ Կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են ընտրակաշարք ստանալու առաջարկն ընդունած եւ ընտրակաշարք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների եւ ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։ Քրեական վարույթով ձերբակալվել եւ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ, որոնց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում եւ տվել խոստովանական ցուցմունքներ։ Այս ընթացքում վարչապետը ուսանող է դարել, ընդունվել է կառավարական ակադեմիա։ Իր ուժերով Սաղ շտեմարանը ջրի պես գիտեր 20 բալա, եթե կեղտոտ ակնարկա, որ հատուկ վերաբերմունք այն կստանում, տես բան չկա։
նու բացի ես մի դեպքից։ Փաշինյանն ամեն անգամ դասի գնալիս սրիլ է հրապարակում, որոնցում աչքեծակում այն, թե ինչպես է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն անձամբ դիմավորում եւ ճանապարհում ուսանող Փաշինյանին։ Դո էս մեկնա մնացած առումներով սովորական ուսանող, օքեյ։ Իսկ եթե բացա թողնում ինչ-որ մի դաս, դա ոնց են նայում դրա վրա։ Ռեկտոր ասենք ասում են, չես բացը թողել ուսանող, ասում են երեք Պուտինի մոտ է գնացել։ Ու չի խափում կարևորը։ Իսկ ով է ընտրվել իրանց խմբի ավակ, որովհետև եթե ավակը ինքը չի, պարադոքս է ստացվում այդ մարդը պաշտոնով իրանից ավելի կարևոր է։ Ինձ թվում է ավակը ինքն է, հələ նայ։ Փաշինյանի հրապարակած մեկ այլ ռիլում էլ տեսնում ենք, որ ուսանող Փաշինյանի լսարան մտնելու ժամանակ մյուս ուսանողները ոտքի են կանգնում։ Вообще, если կարար կոմեդիայի թույն սցենարն էր, երկրի վարչապետը ընդունում է համասարան, փորձում է համատեղել ուսանողական կյանքը եւ երկիր կառավարել, նրանք թռնում են դասից, կորցնում են մատյանը, էլ ինչ կարան անեն։ Ու սիրահարվում է։ Հա, բայց մի րոպե։ Հա ինչ ինքը արդեն ազատ է։ Ճիշտ է, բայց մատանին դեռ դնում է, նկատել ես։ Էդի մոնտաժներով կարանք խափենք։ Կամ կարա հենց այդ կինոյի ինչ որ տեսարանում, մի խոսքով, քանի մենք սցենարը ամբողջությամբ չեն գրել, թող հենց ինքը պարզաբանի այս վիճակը։ Դուք ձեզ կոմֆորտ զգում եք այդ արտոնյալ կարգավիճակում մյուս ուսանողների, ընկերների համեմատ, սա խտրական վերաբերմունք չէ։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ։ Ես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներկայացուցիչն եմ։ Եվ որևէ տեղուր գնում եմ, պետք է լինի պատշաճ արարողակարգ։ Ես էլ եմ ասում, դա իմ անձնական բանը չի, քմահաճույքը չի։ Ի վերջո հարգելիներս, մենք պետք է սովորենք ինչա պետություն։ Հասկացաք ճուզողներ, որտեվ կա պետություն։ Կարող է օքեյ են մեքենայի ավտոյի համարը մեկ դնել, էդի քմաճույք է, բայց մնացած այդ որտեվ կա պետություն, մենք պետություն ենք։ Okay, իսկ եթե ժողընտրյալը դասերի չգնա, X քանակությամբ ինչ որ բաներ չպարապի, չսովորի, կա պոտենցիալ հնարավորություն, որ լիկվիդ ընկնի։ Այս մարդը մի անգամ գոնե ինչ որ գործ կիսատ թողել, հա, ոչ հեծոն, ոչ TikTok-ը, ոչ կրթվել է նորաձևը, ոչ եկեղեցու դեմ պայքարը։ Եկեղեցու դեմ պայքարը, ասեցի, հիշեցի։ Վերջապես իմացանք, թե ինչպես է Գարեգին երկրորդը որոշել չհանձնվել եւ դիմադրել Նիկոլին։ Պարոն Աստանյանի եւ իմ կեցվածքը ինչ որ իմաստով փոքրիկ, բայց լուրջ, փոքրիկ ավանդ ունեցավ եկեղեցու այսպես կոչված կայուն մնալու բանում, ես էլ անհավատ եմ ընդորում։ Ինչու, որովհետեւ հոգեվորականները եւ մասնավորապես Գարեգին Սրբազանը մտածեցին, եթե այս երկու շարքային քաղաքացիները կարողացան դիմակայել ռեպրեսիվ կամ դիմակայում են դեռևս ռեպրեսիվ ապարատի ճնշումներին անհարմար չի որ իրանք չդիմակայեն Գարեգին Սրբազանը չդիմակայի Արա Իրանի ցավոք է շնչվել Ուսա միակ դեպքը չի հիշում եմ Ֆիլադելֆիա 1985 թվական Ռոկի Բալբոան ընդդեմ Իվան Դրագոյի կստати վստահ եմ որ Ֆիլադելֆիայում այդպես Okay արդեն Ռոկին ընկնում էր կրվում էր բայց ինչ որ պահի Ռոկի Բալբոան հիշեց Հովիկ Աղազարյան եւ Հակոբ Ասլանյանի դիմադրությունը վերկացավ ու ասեց «Իդի նաֆիգ»։ Արա պետք չի ծաղրել ինչ որ հորինված դեպքերով, որտեղ եղել են իրական դեպքեր։ Ստալինգրադ 1942 թվական։ Ստալինը համարյա պատրաստ է հանձնվել, մեկ էլ հիշում է Ասլանյանի Աղազարյանի չհանձնվելը ու հաղթում է։ 90-ականներ Հոնկոնգ կոմիտե Բոլոյանգը քորացնում է Վանդամին։ Այդ իրական դեպք չի, իրական դեպքեր մեջ բերի է։ Բա հիմա ասենց մոլորակային մասշտաբով մոտիվացնող ուժը խիչի մասնակցում ընտրություններին։ Ուսող հաստատել ենք բանակցում ենք, կուսակցություններ կան ու բանակցում ենք։ Բայց փաստորեն կուսակցություններ չեն ցանկանում ոմանք, որ դուք իրենց հետ լինեք։ Հա։ Չեն վստահում, չեն հավատում։ Իհարկե, շատեր կան, որ չեն վստահում, համարում են մեզ Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ եւ այլ, բայց մենք պարոն Ասլանյանից հայտարարել ենք, եթե մեր գաղափարը, ճակատի գաղափարը ընդունվի եւ ճակատի մեջ գտնվող ուժերը գտնեն, որ մենք այդ իմաստով վստահելի չենք, մենք կարանք չմասնակցենք ընտրություններին։ Մենք հայտարարել ենք, որ մենք այդ դեպքում չենք մասնակցի ընտրություններին։ Դուք որ չմասնակցեք, կարող են մյուս ավելի քիչ շանս ունեցող կուսակցությունները նայեն, ասեն, եթե Աղազարյանը չի մասնակցում, ես չեմ մասնակցելու, դու խաթափ լինեն մյուսները։ Բա որ ժողովուրդը բռնի բրոնզկը սեղանին խփի ու ասի
Պարոն Աղազարյան, դուք իրավունք չունեք չմասնակցել ընտրություններին։ Բա կարող է պատահի հիմա ժողովուրդը ասում է, պարոն Աղազարյան, ինչ իրավունք ունես քո տեխնատությունը չդնես։ Բա մենք ձեզ պիտի ընտրենք, որ այդ ձևի կերպար լինի խորհրդարանում, պարոն Ասլանյանն նման կերպարն է խորհրդարանում։ Մենք հետեւաբար չենք կարող մենք ինքներս որոշենք այդ հարցի պատասխանը։ Մենք պիտի մասնակցենք։ Այո, Հովիկ Աղազարյանի նման կերպար միշտ պետք է ազգային ժողովում։ Եթե ոչ ժողովրդի համար, ապա գոնե մեր համար, պարոն Աղազարյան։ Կամ գոնե կանանց համար մի ամսյա կա։ Գիտեք, որ Աղազյանը դուրս է գալիս Նիկողայոս Տիգրայան փողոցի վրա, կանայք ինչ են երգում. Вот кто-то с горочки спустился, наверное, Ховик мой идет. На нем защитная гимнастерка, она с ума меня сведет. Իսկ կպեն հեշ չի փորձում կապի դուրս գալ։ ԿՊ-ից առաջարկ եղել է իրենց միանալու կամ իրենց համար աշխատելու։ Չէ։ Երբևէ կապ չեն հաստատել ձեզ հետ։ Կա ինչ-որ մի թե թաքուն կապ կա, ֆեյքային մակարդակով, բայց ես չեմ տրվել դրան։ Կարծում եք ԿՊ-ից էր։ Չէ, համոզված, նույնիսկ գիտեմ թե ով է։ Նույնիսկ գիտեմ թե ով է։ Պարոն Աղազարյան, եթե գիտեք ով է, այդ արդեն ֆեյքային չի ոնց որ էլի։ Ինձ թվում է նրան ուղղակի պրանկում են Facebook-ով չար մարդիկ, ԿՊ-ականները, մենք հոմոսեքսուալիստները։ Իդեպ, պրանկ ասիլիշեցի, ապրիլի 1-ը Չշփոթել բարի հոմոսեքսուալիստների հետ, որտեղ իրանք կանենք հոմոսեքսուալ կամ բարի շատ ապրիլի 1-էր Սերգեյ։ Կանայք cancel արեցին մեզ, ուզում ես մեր հոմոսեքսուալիստ համայնքն է cancel արի։ Շատ բարի, նենց հոմոսեքսուալիստներ։ Ապրիլի 1-էր։ Նենց հոմոսեքսուալիստներ կա։ Շուլուխներ էին անում բոլորը, բոլորին դեմ շարժումը եւս որոշեց շուլուխվել ապրիլի 1-ին։ Եթե մեզ չեք ուզում ընտրել, միևնույնն է գնացեք։ Եթե չունեք նախընտրած տեխնացու արդեն կա, բոլորին դեմ եմ քվեարկելու հնարավորություն։ Եթե մերժելու եք ինձ, միայն ինձ չմերժեք, բոլորին մերժեք։ Հունիսի 7-ին արդեն կա, բոլորին դեմ եմ քվեարկելու հնարավորություն։ Արա AI-ով են սարքել։ Միրը բոլորին դեմը IT-շնիկներ չեն, խենսած վատ AI հոլովակ սարքել։ Դերևի մի քիչ արագի մեջ շփթփաստացել, բայց զգացում է, որ պլոճիկով մարդիկ են սարքել, ոչ թե են ձեր պոպուլիստական թմբուկները։ Պլոճիկով մարդիկ բոլորին դեմ եմ տարբերակը ստեղծել են։ Շտապ AI կուրսեր համ սարքողի համար, համ այդ AI-ի համարով էր սարք։ Չեմ ճոգում, երկու մի հատ Քոչարյանի ձայնը, կրկնօրինակով մարդ չկար։ Մնացեք մեզ հետ ու գնահատեք ձերքի աշխատանքը, որտեղ արա այս հաղորդումը AI-ը չի ստեղծել, այլ այս երկու ապերները։ Ես ճիշտ ասած են Արտեմիսի մասով մի երկու բան ստուգել էի զուտ։ Միլսեք նրան, այս սենց են հոգին Skynet-ին ծախում, մնացեք ինձ հետ։ Եվ այսպես օրվա մեր սիրած ժամը։ Oh yeah, այո, double smash burger են ուղարկել։ Գիտեն էլի, որ պրոտեին չկեմ սիրում։ Այնքան համով է, բայց մենակ ով որ փորձել է գիտի։ Ոնց որ ասում է if you know, you know։ Այն որ ասում են, եթե գիտես, իմացողը կիմանա, չիմացողը ինչ կիմանա։ Ասեմ, որ շատ համով է։ Մենք պատրաստ ենք լուրջ հարաբերությունների համար։ Օրինակ գանք աշխատենք ձեր մոտ։ Հնարավոր է։ Ես ուզում եմ իմ ձեռով սա սարքեմ։ Գիտեք ինչ ֆրի եմ սարքում։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Իմ սրտի վարչապետի սրտիկը ուտեմ։ Ոչ սիրես, գյուկի դարլինգ զոմբի։ Դամ։ Շո, երբ է ինչ որ մեկը խոսալու սրա մասին։
այդ երկի մեջ հանգերը կատաստրոֆիկ չեն բռնում։ Չէ, ընդհակառակ հանգերը բռնում են, բայց շեշտերը սխալ են դրած։ Ուզում ենք տեսնել երջանիկ, բայց պիտի տեսնենք քեզ դրա համար, что это такое? Այն մասը որ սկսում է, իսկ քո դերը դա вообще կատաստրոֆա է, դա երևի AI-ով են սարքել, չգիտեմ։ Հայերենում, հայոց լեզվում շեշտը դրվում է վերջին վանքի վրա։ Օրինակ սիրում եմ, ոչ թե սիրում եմ, կամ սուբվենցիոն, ոչ թե սուբվենցիոն։ Օ, այս երկը կարող է հատուկ սարքում, որ սուբվենցիոն ծրագիր մտցնեն դեղի չորպայի, Պիտի տեսնենք քեզ սուբվենցիոնի համար։ Ոչ ակնհայտորեն չի նստել, էլի, գոնե բարձեցեք մի քիչ։ Դա չես նույն ոտանավորը, կարանի ամայցիվում։ Ամեն շաբաթ մենք ձեզ ապահովում ենք որոշ չափի էնդորֆիններով։ Իսկ ինչ կարող եք անել դուք։ Սկսած $3-ից ընդամենը կարող եք միանալ մեր Patreon-ին եւ ապահովել էնդորֆիններով մեզ։